Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումից անմիջապես հետո Ռուսաստանին մեղադրեց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու համար։ Մասնավորապես հյուսիսային մեր հարևանի մոտ կողմից եւ այլ Հայաստանի հանդեպ, այո, Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ։ Ազգային ժողովի խոսնակը ասածը հիմնավորում է իր նկատած մեկնաբանություններով, թե ռուսաստանյան հեռուստաալիքներում խոսում են Հայաստանում իշխանափոխությունից ու անոնսում ընդդիմադիրների հանրահավաքներ։ Հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ որ օրինակ ռուսական հեռուստաալիքներով բազմաթիվ անգամ տարբեր մեկնաբաններ, հաճախ նաև ցավոք սրտի հերու հայկական ազգանունների նշմարում ունեցող ազգանուն ունեցող մարդկանցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխեն։ Իսկ ինչու են Ռուսաստանի զգտում Հայաստանի իշխանությանը փոխել, ըստ Ալեն Սիմոնյանի, պետության անկախության ուղղությամբ գործող կառավարության քայլերը դուր չեն գալիս։ Հայաստանը միշտ պետք է նայի եւ մտածի, որ եթե օրինակ այդ մեծ եղբայրը կամ այդ մեծ գերտերությունը չլինի, Հայաստանին կուտեն, կուլ կտան եւ Հայաստանը օտար է իր տարածաշրջանում եւ միայն իր գոյությամբ պարտական է այդ բանին։ Եվ այդ իրողությունը այսօր վերանում է, փառք Աստծո մեր ժողովուրդը ականջալուր է լինում այն ամենին, ինչ որ մենք բացաձայն ասում ենք եւ ինքն էլ մեզից լավ հաճախ գիտի դրա մասին եւ դա հաճելի տարբերակ չի, որտեղ կառավարելի չի այդքան Հայաստանը, ինչքան նախկինում էր։ Հիբրիդային պատերազմ հրահրողի շահերը սպասարկելու համար էլ Սիմոնյանը մեղադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է։ Ինչ փաստեր ունի երկրի երկրորդ պաշտոնյան, որ Քոչարյանը լրտես է։ Փաշինյանի թիմակիցն ասաց, փաստեր չունի, պարզապես Քոչարյանի ու նրա գլխավոր ազդաշինքի պատգամավորների ելույթների բովանդակությունը համընկնում է Ռուսաստանից հնչող հայտարարությունների հետ։ Դա իմ կարծիքն է, ես փաստեր չոր փաստեր ունեմ, կդիմեմ, ես քաղաքական գործիչ եմ եւ ես քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունեմ։ Նա ռուսական շահերը հետապնդող եւ միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է։ Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոն հանդիսանում եւ այս իշխանությունն է հանդիսանում շպիոնը թուրք-ադրբեջանական տանդեմի։ Ռոբերտ Քոչարյանի թիմի արձագանքը ճուշացավ։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ազգային ժողովի խոսնակին ու իշխանությանը մեղադրեց թուրք-ադրբեջանական լրտես լինելու համար։ Երբ որ իրենք հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում հենց սա է ինքնիշխանության կորուստը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի Հայաստանն ինքնիշխան էր նախկինում, իսկ գործող իշխանության օրոք կորցնում է ինքնիշխանությունը։ Զիջումների գնով հակառակորդից խաղաղություն կորզելը ինքնիշխանության կորուստ է, ոչ թե ինքնիշխանության պաշտպանություն։ Նորօրյա պատմության ընթացքում մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը դա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախությունն է եւ ինքնիշխանության հետզհետե ամրապնդումն է եւ եկեք համեմատություններ կատարենք, թե ում ղեկավարության ժամանակ է Հայաստանը ավելի ինքնիշխան եղել։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից էլ արձագանքեցին ազգային ժողովի խոսնակի որակումներին։ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի կարգավիճակ ունի։ Նյուզեյեմի հետ զրույցում ազգային ժողովի խոսնակին պատասխանել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի եւ թուրքական գործակալի կարգավիճակ ունի եւ նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար։ Էրդողանի գիրքը տվեք գրքի հանգստանա։ Ռուսաստանին հիբրիդային պատերազմի համար մեղադրող Սիմոնյանն այսօր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցի օրակարգը, որ սպասվում է մեկ ամսից։ Առաջիկայում Երևան կժամանի նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Սերգեյ Լավրովի պաշտոնական այցի ժամկետն ու օրակարգը դեռ չեն հայտնում։